Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը վերադարձավ իր դպրոց հավերժանալու։ Ընդամենը 19 տարեկան տղան 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ մնաց դիրքում առանց վարանելու ու անձնվիրաբար պաշտպանեց այն։ Նրա տատի արդյունքն այսօր հպարտության ու կարոտի խառնուրդ է։ Նրանք մեզ թողեցին մեր փոքրիկ երկիրը, ասացին, որ մենք պիտի պաշտպան լինենք հիմա նրանց։ Իրենց, մեր հողին, մեր ջրին, ամեն ինչին։ Քանդակագործ Վահագն Պապոյանն ասում է, քանդակում փորձել է ներկայացնել Ռոբերտի կյանքի վերջին պահը։ Կորցրել է ամեն ինչ եւ հանուն իր հողի, հայրենիքի տալիս է ամենաթանկը կյանքը։ Ռացիան նռնակը ձեռքին է ու պատրաստվում է քաշել օղակը, իր հետ տանելու թշնամուն։ Կյանքը անիմաստ կթվար, եթե չլիներ այդ հողը, որովհետեւ երբ որ տեսնում ես քո ամբողջ կողքը, քո ընկերները, քո հրամանատարությունը, քո զինագից ընկերներն այլևս չկան, էլ իմաստ չունի ապրել, ինձ թվում է այդ ամենաբարձր հերոսական դրսևորումն էր, որը արեցինքը։ Օրն էլ պատահական չէ, խորհրդանշական է։ Հայրենիքին ամենաթանկը որդուն տված Ռոբերտի հայրը Ալեքսանդր Աբաջյանն ասում է, ուշ թե շուտ լինելու էր արձանը, բայց ընկերները շտապեցրին։ Պատմում է, երբ առաջին անգամ տեսել է արձանը, միայն գլխի հատվածն է պատրաստ եղել։ Ու երբ Ռոբերտի տատիկը զանգել ու հարցրել է, թե որտեղ է, ասել է, կյաժի դեմ դիմաց եմ կանգնած, այնքան իրական էր արձանը։ Այսօր այս տոնի կապակցությամբ ես լրիվ այնքան ուրախ եմ, որ այսքան մարդ եկել աստեղ, իմ հերոսին, ես այստեղ նոր մի քիչ ոնց որ հպարտություն եմ զգում տխրության հետ միասին, բայց ինձ մինչև հիմա ասում են դուք հպարտացեք, ես հələ չեմ կարող հպարտանալ, հպարտանում եմ սենց բաներով։ Երբ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով թշնամու ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակման անցան, Ռոբերտ Աբաջյանը, Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանը իրենց հրամանատարի Արմենակ Ուրֆանյանի ու ընկերների հետ նետվեցին միջև արյան վերջին կաթիլը պաշտպանելու հող հայրենին։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն, Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս եկել ու ասել, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակն ու պատրաստ պասում է։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին, 19-ամյա Ռոբերտը բացած նռնակը թաքցնում է ափի մեջ ու ձեռքերը վեր բարձրացնում, իբր հանձնվում է թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան։ Աբաջյանը բաց է թողնում նռնակը, իր հետ պայթեցնելու թշնամու զինվորներին։ Ցուցաբերած քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նա հետմահու պարգևատրվել է Արցախի հերոս բարձրագույն կոչմամբ եւ ոսկե արծիվ շքանշանով։ Այս հերոսապատումը մեր ոսկե արծվի հայրենասիրության ու սրբազան նվիրման օրինակելի դասն է մեր նոր սերնդին։ Պարոն գնդապետ, խնդրում եմ բոլորին փոխանցել, որ 2 րոպեից հասնում եք, ասա։ Այս ինքում իմ տղերքի է։ Ասա մի անջատի։ Դեղ իմ աղջիկը։ Ասա, լսում եմ, ասա ձենով ինչի ա կորում։ Ես էլ հիմա կարգոն քաշում եմ, ուզում եմ, որ բոլորին փոխանցել։ Ասա մի անջատի։ Քնարիկ Պետրոսյան, Վարամ Ավոյան, ժամը լրատվական։